Սիրելի ժողովուրդ, եկեք միասնական դառնանք, մեր գերիներին ազատենք, մեր բոլոր գերիներին, դրանք ոչ մի բանով մեղավոր չեն, դրանք միակ մեղքը հայ լինելն է, են դավաճաններին, այս մեկին, այնուսին ուշադրություն մի դարձրեք, հետո այդ որ ասմեն կապիտուլյացիա, ժողովուրդի 50%-ը չգիտի ինչ հակոչում կապիտուլյացիա, բանավոր ասեք, կապիտուլյացիա կոչում է տիրանալ, Ադրբեջանը տիրանալու է Հայաստանի, ես չեմ վախեցնում, ես ամենագետ չեմ, բոլորն էլ գիտեն, այսօր չի վախնալ, ոնց որ Ադրբեջանին հանձնեց Արցախը, մեր հերթն է, ժողովուրդ, ես ասել եմ, նորից եմ կրկնում, եկեք միասնական լինենք, գոնե առայժմ մեր գերիներին ազատենք, անկարելի բան չկա, պատմությունը նման դեպքեր շատ լինի, շատ ա եղել, Նելսոն Մանդելան ձեզ օրինակ, մնացած շատ մարդիկ են եղել, որ բանտից ազատվել է, թուրքը ինչա որ մեր խափում է, առաջին երթին ես ասել եմ, կոտրի այն 68,000 ձեռքը, որ ընտրել է Նիկոլ, երկրորդ անգամ կոտրի երկրորդ ձեռքը, որ նորից 21 թվականին ընտրեց Նիկոլ, լավ իմանալով, որ սա ինչերի անտունակ, մինչև հիմա էլ Նիկոլական կա, ամոթ ձեզ, ամոթ, դամ դուք դառնալու եք մեր ազգի խարանը, պատմությունը ձեզ չի մոռանալ, մեր հերոսները դեղ, մեզ են նայում, դուք խիղճ ունեք, գալու են, գիտեք ինչ են անել առաջին հերթին, պայթեցնելու են եռաբլուրը ժողովուրդ, պայթեցնելու են Ծիծեռնակաբերդը, պայթեցնելու են մեր սրբավայրերը, Ղարաբաղը ձեզ օրինակ, Արցախը քանդում են, դուք նայում եք, ես չեմ կարողանում իսկ տիրապետել, որ նկարներին նայեմ, թե ինչեր է կատարվում, եթե չպայքարենք վաղնուցորը մեր հետ է նույնը կատարվելու, ուշքի եկեք ժողովուրդ, սենց գալիս են կանգնում ենք Նիկոլը պատմության մեջ անիծվելու է սերնդեսերունդ, ես ասել եմ իմ անեծքը, ես չեմ անիծում իրան անիծել է Սերբազյանը պարգև, մենք էլ Գագիկ Գինոսյանը, այդքանը հերիքավոր ինքը վայելի։ Խաղաղության պայմանագիր որպես քաղաքացի։ Ես ձեզ ասել եմ, խաղաղության պայմանագիր Թուրքիա չի լինելու։ Ես ապրել եմ ընդեղ, ես ընդեղի բնակիչ եմ, Թուրքի վարք ու բարքը սովորությունները բոլորը գիտեմ, եթե նույնիսկ ստորագրի, դա նախ չի ստորագրելու, նախ մեր կյանքի գնով է ստորագրելու, տեսել եք ինչ պահանջներ կա։ Այդ պահանջները մենք արդեն Թուրքանն են։ Երկրորդն էլ այսօր ստորագրեց թուղթը, վաղը ճղելու ակցի, Իրան Ալիև կասեմ, աշխարհի ամենադաժան նեռը ձեզ օրինակ Նիկոլը իր աղբերն է, երեք եղբայրներով գործենանում ընդեմ հայ ժողովրդի, մեր վերջն են ուզում, ասենք Ալիևների օրինակը ձեզ, մեր վրայով անցնելու են, ասել եմ, կրկնում եմ, նորից եմ կրկնում, մեր վրայով անցնելու են, փախչելու տեղ չկա, Արցախցին փախավ եկավ Հայաստան, մենք չենք կարողանալու ոչ մի տեղ չփախչենք, վրացին են մարդ չի, վրացին 44 օրյա պատերազմի ժամանակ տեսակ ինչ արից մեզ, նույնիսկ չթողեցեն օդնել բան արեց, զենք մեզ մատակարար են, մեր գերիների հետ դաժանաբար են բարվում, ժողովուրդ այդ գերիները, ես թող ինձ ներել, մեր կաթողիկոսներին, մեկի տեղ երկուսն ունենք, հարգելի կաթողիկոս սրբություններ, ամենայն հայոց կաթողիկոսներ, խնդրում եմ որպես հերոսի մայր, նորից միջամտեք, նորից մի բան արեք, որ մեր գերիները ազատեն, նրանք հայ առաքելական եկեղեցու համար ինչեր են արել, ինչքան կոջանք է թափել Ռուբեն Վարդանյանը, ինչեր է արել, քիչ է արել,
մեկ էլ ես մեր դեսպանատներին նորից եմ ասում, բոլոր դեսպանատներից ոչ մեկը չի աշխատում այդ տականքները։ Հարկավոր ամտնել դեսպանատներ եւ ասել վերկացեք գործարեք, որ իմանան աշխարհում հայա կոտորում 20-րդ դարի սկզբին, երբ որ մեզ կոտորում էին, ասում էին լրատվություն չի եղել, չենք հասկացել, չենք լսել։ 21-րդ դարի այս լուսավոր տարում, որ մի բան կատարվում է, հաջորդ րոպեին ուրիշ տեղ լսվում է։ Բոլորը պիտի իմանա, որ մի ամբողջ ազգ կոտորում է, որ քրիստոնյա, որպես քրիստոնյա, մահմեդականը մեզ կոտորում է, աշխարհում դիմում աշխարհի խաղաղացել եւ քրիստոնյա ազգերին, օգնեք մեզ, ձեզ դեսպանատներով, ձեր լավ մարդկանցով, աշխարհին ճանաչող, Ռուբենին շատերն են ճանաչում, Ավրորայի մրցանակակիրներ, դուք հավաքվեցեք, եկել եք միլիոններ եք վերցրել գնացեք, դուք հավաքվեցեք, ես ձեր լեզվով գրել եմ, կանթող կարդամ, չգիտեմ, խնդրում եմ, խոնարհաբար խնդրում եմ, ես իմ միակ, իմ մինուջարին զոհել եմ հանուն հայրենիքի, եւ բաճում եմ կորցնելու, արդեն վախենում եմ իմ մնացածների համար, հայ ժողովրդի համար, մենք քիչ ենք, պիտի մեզանից ոչ մեկը չպակասի, ժողովուրդ, ուշքի եկեք, խելքի եկեք, ձեր գութը թող շարժվի։